հասարակությանը ցույց տալ նոր դևի, նոր հրեշի, որի դեմ ինքը պայքարում է, հնարավոր է բռնազավթեն մայրաթոռը, ոստիկաններ կարգեն, պահակախմբեր դնեն այդպես։ Ուղղակիորեն Անկարայից եւ Բաքվից թելադրվող նաեւ օրակարգ է։ Պատահական չէ, որ Սևանի մասին սկսեցին խոսել Ադրբեջանում։ Ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձին կամ գալուն ինչ ձևակերպում է տրվելու։ Ինչի համար են գալու։ Աշխատանք չունեն, գալիս են աշխատեն։ Մենք տեսնում ենք ական, նռնակ, պայթուցիկ նյութ դրված մեր պետականության տակ։ Այս մարդը մեզ անձնական թշնամիներ է դարձել։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր խոսելու ենք եկեղեցի իշխանություն կոնֆլիկտի մասին։ Մեր հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ, հարգելի Գայանե։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, առաջին անգամ եմ ձեզ մոտ։ Շնորհակալ եմ։ Պարոն Սողոմոնյան, նոյեմբերի 2-ին վեհափառի գահակալության տարեդարձի օրը ձերբակալվեցի նրա եղբայրն ու եղբորորդին։ Ըստ փաստաբանի, այստեղ հիմք չկա հանցագործության, պարզապես մատնության հիման վրա են ձերբակալվել եւ կալանավորվեցին սուտ մատնության, այո, հիման վրա եւ կալանավորվեցին 1 ամսով։ Սա ըստ էության եւս մեկ քայլ էր մոտենալու կաթողիկոսին։ Ձեր կարծիքով ո՞րն է լինելու այն կուլմինացիոն քայլը, հա? Հնարավոր է որ կաթողիկոսին ձերբակալեն, օրինակ։ Հնարավոր է։ Հնարավոր է որ ձերբակալեն, կալանավորեն, ամեն ինչ էլ հնարավոր է, կաթողիկոսին, եպիսկոպոսներին, հնարավոր է բռնազավթեն մայրաթոռը, ոստիկաններ կարգեն, պահակախմբեր դնեն այդպես։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչից այլևս զարմանալ պետք չէ։ Խայտարակություն է իհարկե այն ինչ որ հիմա տեղի ունենում, խայտարակություն է առաջին հերթին իրավապահ համակարգի համար, որ մտնում են այդպիսի գործարքի մեջ քաղաքական իշխանության։ Այն դատախազի համար, որը որ միջնորդում է կալանքի միջնորդություն, կալանք կիրառել վեհափառ հայրապետի եղբոր նկատմամբ, եղբորորդու նկատմամբ վեհափառին ճնշելու համար։ Դրանով տվյալ դատախազը եւ այն դատավորը, որ բավարարում է այդ միջնորդությունը եւ տալիս է կալանքի որոշումը, դրանով եւ այդ դատախազը եւ այդ դատավորը իրենք պարզապես մասնակցում են քաղաքական գործընթացին, քաղաքականության են մասնակցում այդ դատախազը եւ այդ դատավորը, որովհետեւ մեծ խելք պետք չի ունենալ դիտելով անգամ այդ կադրերը եւ հասկանալ, որ այստեղ իսկապես առերևույթ, հա, այդ բառը ամեն դեպքում օգտագործենք, բայց առերևույթ սուտ մատնության հանգամանք է։ Ու այս հանցանքին փաստորեն մասնակից է դառնում նաև, դա էլ է շատ կարևոր ասել, Արամ Զավենի Սարգսյանը իր կուսակցությամբ հանդերձ, շատ պարզ է արդեն, որ ինքը այս պարագայում որպես գրպանային քաղաքական ուժ է հանդես գալիս Էջմիածնի ընտրություններում եւ առհասարակ էլ։ Եվ պետք է ժողովուրդը այդ մասին շատ հստակ իմանա, ինչ է տեղի ունենում։ Իսկ ինչ վերաբերում է կուլմինացիային, այդպես ասած, մենք չենք կարող ասել, այս կոնֆլիկտը անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին, շատ անհրաժեշտ է իր վերարտադրության համար, որովհետև իրեն պետք է հասարակությանը ցույց տալ նոր դևի, նոր հրեշի, որի դեմ ինքը պայքարում է, հակառակորդի։ Հակառակորդի էլի, իհարկե, այո, դե այդպես էլի ընկալման մեջ, որ ինչ որ մի չար ուժ կա, չէ, որ չի թողնում, որ երկիրը զարգանա, աղբյուրի ակունքը փակում է, չէ, դև է այդպես, հեքիաթային բանով որ ասենք։ Հիմա այս նույն ձևով առաջ եթե այդ դևերը նախկիններն էին, որոնք չէին թողնում, որ երկիրը շունչ քաշին, ու ժամանակ առ ժամանակ էլի նախկինները վերադարձնում են իրենց դևի այդ կարգավիճակը։ Հիմա այս պահի դրությամբ ամենահզոր դևը եկեղեցին է, վեհափառն է, որը որ չի թողնում, որ այս երկիրը զարգանա, չի բարոյականությունը այդպես անկում հասած վիճակի մեջ են պահում եւ անհրաժեշտ է նրանց դեմ պայքարել, նրանց հաղթել, ու այդ հաղթելու process-ի մեջ նա ուժ է կիրառում, նա հանրությանն է ահաբեկում, հանրության մի հատվածին ստիպում է ավելի հիասթափվել, որպեսզի քաղաքական մասնակցություն չլինի, ընտրություններին չմասնակցեն, իր գլխավոր խնդիրը երկուսն է՝ կոնֆլիկտային իրավիճակի մեջ լինել, հաղթել այդ կոնֆլիկտի մեջ, դրանով ցույց տալ իր ուժը, միշտ լինել գործընթացների ջրի երեսին եւ դրանով նաեւ իրեն չսիրող, իրեն չընդունող մեր հասարակության այդ հատվածին, ովքեր որ առանձնապես շատ էլ չեն հետևում մյուս ուժերի գործունեությանը, հիասթափված վիճակում մի կողմ պահել
մասնակցությունը այն էլ այնպես, որ ընտրություններին առաջիկա խորհրդարանական լինի շատ ցածր, դեպ ինչքան շատ ցածր իրեն այնքան ձեռնտու, այնքան իր տոկոսը այդ ցածրության մեջ, ցածր մասնակցության մեջ իր տոկոսը ավելի բարձր կլինի։ Սա իհարկե կոնկրետ իր քայլերի տրամաբանությունն է, բայց միևնույն ժամանակ այս օրակարգը միայն իր օրակարգը չէ։ Սա հստակ նաև դրսի պատվեր է, շատ հստակ, շատ ուղիղ կապ կա այս ամեն ինչի մեջ։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Ալաշուքյուր Փաշազադեն, Կովկասի մուսուլմանների առաջնորդ, այսպես ասենք, Ադրբեջանի, նրա պասերով է հաճախ տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ օրինակ այս կոնֆլիկտը սրվեց մայիսի 29-ին այն բանից հետո, երբ որ Վեհափար Հայրապետը Շվեյցարիայում մասնակցեց մի համաժողովի, որտեղ որ արծարծվում էր արցախցիների վերադարձի հարցը, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, այնպես որ սա ուղղակիորեն Անկարայից եւ Բաքվից թելադրվող նաեւ օրակարգ է եւ թավան է ժողովրդական լեզվով ասած Փաշինյանի վրա, որ խաղաղության գործընթացը կտանենք առաջ, խաղաղության իմիտացիան կանենք, եթե դու Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցին քանդես, որտեվ կարևորագույն մեր ազգային հիմնասյուն հանդիսացող ինքնության համար հիմնասյուն հանդիսացող կառույցը Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցին մեր հակառակորդ ուժերի, մեր արտաքին հակառակորդ ուժերի համար, նրանց համար շատ լուրջ խնդրեմ է, լուրջ գլխացավանք է։ Քանդվի հայոց ինքնության այդ հիմնասյունը Հայաստանը նվաճելու, հայ ժողովրդին ստրկացնելու նրանց ջանքերը, նկրտումները իրականացվելու ավելի շատ շանսեր կունենան։ Ավելի շատ հոգու կամքի կոտրելու դեպքում ավելի հեշտ կլինի այս գործողությունը կատարել։ Իհարկե, եթե այստեղ ավելի քիչ թվով մարդիկ լինեն, ովքեր որ կարճած են իրենց ինքնությունից, ովքեր որ ապրելուց բացի կարևորում են նաև ինչպես ապրելը, որպես հայ ապրել, որպես այս պետության տեր ապրել, որպես մշակույթի ժառանգորդ ապրել, ինչքան քչանան այդպիսի մարդիկ մեզանում, ինչքան շատանան պարզապես օրվա հացի թեմայով ապրողները, այնքան այդ ուժերի համար հեշտ կլինի մեր նվաճելը, մեր տարածքին, մեր բնությանը, մեր ընդերքին, ամեն ինչին տեր կանգնելը։ Պատահական չէ, որ Սևանի մասին սկսեցին խոսել Ադրբեջանում, նորից սկսեցին խոսել։ Չկա Սևան, կա Գյոչա։ Կա Գյոչա, որով իրենք ուզում են ասել, թե իրենք հավակնություններ ունեն լճի նկատմամբ, իսկ այդ հավակնությունները հենց այնպես չեն, այսօր խմելու ջուրը իսկապես լուրջ գործոն է աշխարհաքաղաքականության մեջ եւ պատահական չէ, որ Սևանին է անդրադարձը կատարվում, Սևանի նկատմամբ նկրտումներ են ձևակերպվում։ Այդ հայտարարության հետ նաև նշեց Ալիևը իր այդ բազմա ամպագորգոր հայտարարության մեջ թող հայ ժողովուրդը չվախենա, որ մենք կգանք մեր վերադարձով, մենք չենք գալու տանկերով, մենք գալու ենք մեքենաներով։ Շատ հետաքրքիր է Հայաստանի առաջին երկրորդ դեմքերի պարզաբանումները, այս առումով ասում են, ինչ է որ այնտեղ չկա ազատագրման ինչ որ վտանգի մասին, մարդիկ ասում են մեքենայով են գալու։ Սա ծաղր չէ հայ հասարակության հանդեպ։ Սա հենց թշնամու օրակարգի սպասարկում է, ինչ որ ուզում է թշնամին, ժամանակի ընթացքում կամաց կատարվում է։ Իրենք դուռը բացում են, այսպես ասած։ Այդ խոսքերի դուռը բացում են, որ մեր մոտ սկսվի այդ մասին քննարկում։ Օրակարգում այդ հարցերը։ Այդ հարցը դրվի։ 5 տարի առաջ մենք դիտարկում էինք, քննարկում էինք այդպիսի հարցեր, չէինք քննարկում։ Հիմա քննարկում ենք փաստորեն։ Հիմա սկսում ենք արդեն մտածել, եկեք պատկերացնում ենք իրավիճակներ, ինչ կլինի, որ օրինակ ասենք վերադառնան։ Վերադառնան օրինակ ասենք, ու վերադառնան այդ բառն էլ ճիշտ չի էլի երևի, որ գան։ Իրենց խոսությունը վերադառնան։ Այո, նրանցից ոմանք կարող է այդպես վերադառնան, որովհետև եղել են ապրել նրանց կամ ժառանգները, սերունդները կան։ Ինչ է լինելու, սկսելու ենք մտածել։ Օրինակ, այսօր Հայաստանում բնակվում են, չէ, այլազգիներ, հնդիկներ բնակվում են, ռուսներ բնակվում են, իրանցիներ բնակվում են։ Այդ մարդիկ ենթադրենք Հայաստանում իրենց պահում են ըստ
կարգի, ըստ Հայաստանի օրենքների, ըստ մեր կանոնների, ենթադրենք, ագրեսիվ ինչ-որ վիճակներ չեն հանդես բերում, աշխատում են այստեղ կամ այլ հանգամանքներով պայմանավորված այստեղ են։ Ուսման առումով։ Ուսման համար եւ այլն։ Ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձին կամ գալուն ինչ ձևակերպում է տրվելու։ Ինչի համար են գալու։ Աշխատանք չունեն, գալիս են աշխատեն, սովորելու տեղ չունեն, գալիս են սովորեն, ինչի համար են գալու իրենք։ Պարզ է, չէ, որ իրենց գալը շատ կոնկրետ հավակնությունների, շատ կոնկրետ պահանջների հետ է։ Նրանք ասում են մենք մեր հայրենիք ենք գալիս։ Պատմական։ Եթե ինչ-որ մեկը գա այստեղ ու ասի սա իմն է, ենթադրենք, քոնը չէ, սա իմ տունն է, քո տունը չի, սա իմ գյուղն է, քո գյուղը չի, սա իմ քաղաքն է, քո քաղաքը չի, դրան ինչ է հետևելու։ Կամ հետևելու է այն, որ մենք ասելու ենք, հա, իհարկե քոնն է։ Արի մեր գլխին տերեղի, կամ պետք է ասենք վերկած գնա այստեղից։ Ու Ալիևը հասկանում է, չէ, որ ավելի շատ ասելու են վերկած գնա այստեղից։ Այդ վերկած գնա այստեղիցին ինքը պատրաստ լինելու է, թե ոչ, Ալիևը պատրաստ լինելու է, թե ոչ։ Ինչ որ ձևով միջամտելու համար ռեսուրսներ կենտրոնացնելու է, թե ոչ։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք ական, նռնակ, պայթուցիկ նյութ դրված մեր պետականության տակ, դրված մեր ժողովրդի անվտանգության տակ։ Ու այդ ականի գործարկմանը մասնակից է լինում Հայաստանի վարչախումբը, գործող վարչախումբը։ Եկեղեցու դեմ այս իրադարձությունների մեջ մենք տեսնում ենք պատարակների, կեղծ պատարակների իրականացում, կոնկրետ Հովանավանքում, որը հիմնականում ուղեկցվում է ինչ-որ բռնության տեսարաններով, մարդկանց բերանը փակում են, ուժով դուրս են հանում։ Հայաքվեն այս առումով գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տվել։ Ինչ ընթացքի մեջ է։ Այո, մենք տեսնում ենք այստեղ իսկապես հանցագործություն, գնալ բռնազավթել Հովանավանքը, որը պատկանում է Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցուն, եւ եկեղեցու կանոններին հակառակ գնալով եկեղեցու ներսում, եկեղեցու շենքի ներսում, տաճարի ներսում իրականացնել ծես։ Ծես էլ չի դա, ես չգիտեմ ինչ է, իրականացնել շոու։ Սա ոչ միայն անարգանք է Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների կրոնական զգացմունքներին, ոտնահարում է, որը նույնպես քրեորեն պատժելի արարք է, այլ նաև կրոնական կազմակերպության ներքին գործերին միջամտություն է, նրա ինքնավարության սկզբունքի խախտում է եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան հոդվածի 17-րդ հոդվածի խախտում է, որը որ եւ կրոնական կազմակերպության ազատությունն է աշխարհում եւ մյուս հոդվածի 18-րդ, եթե չեմ սխալվում, հոդվածի խախտում է այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցու բացառիկությունը։ Այսպիսով բարոյական նորմերի ոտնահարումից զատ տեղի է ունենում իրավական, սահմանադրական նորմերի ոտնահարում եւ սահմանադրական նորմերի ոտնահարման պարագայում իրավապահ համակարգը եւ պետությունը, օրինակ նախագահը, ինստիտուտը ի նկատի ունենք ոչ Վահագն Խաչատրյան անձին չի միջամտում, չի անում սահմանադրական կարգը երաշխավորելու, պահպանելու իր գործառույթը, այլ ընդհակառակը հանցակից է դառնում, մասնակից է դառնում այդ ամենին։ Այն ինչ որ տեղի ունեցավ Հովանավանքում, կարգալույց քահանայի կողմից այդ արարողությունը, Նիկոլ Փաշինյանի, նրա մերձավոր շրջապատի ներկայությունը այնտեղ եւ մասնակցությունը այդ ամեն ինչին նորմալ վիճակի պարագայում իրավապահ համակարգի կողմից պետք է բլոկ լիներ։ Նախ զգուշացվեր, որ չի կարելի մի գնա, մի արա այդ քայլը, մի հատ հայտարարություն պետք է լիներ իրավապահ համակարգի դատախազության կողմից առնվազն։ Եվ չանելու դեպքում պետք է գործ հարուցվեր։ Չէ, բայց ոստիկանությունը շատ ակտիվ պաշտպանում է արքալույց քահանայի անվտանգությունը։ Այսինքն, եթե տեղի է ունենում հանցագործություն եւ ուժային կառույցները, պետական ուժային կառույցները, որոնք ժողովրդի անվտանգությունը, ժողովրդի համար իրավակարգը ապահովելու համար են կոչված, իրենք պաշտպանում են,
այդ գործողությունները, դա նշանակում է, որ նրանք հանցակից են դառնում փաստացի։ Այսինքն, եթե այլ հանցանք գործի Փաշինյանը, դիցուկ, չգիտեմ, ինչ որ մեկին անմիջապես այդպես ֆիզիկական ուժ գործադրի, խփի, ծեծի կամ այլ բաներ անի, մենք պատկերացնում ենք, հա, որ այդ համակարգը ինքն էլ պետք է գնա խփի, ծեծի։ Այս նույն դեպքն է, հանցանքի process-ին մասնակից է դառնում։ Եթե Փաշինյանը հայտարարեր, որ ինքը ստեղծում է այլ եկեղեցի եւ իր համախոհներով այլ կրոնական ուղղություն է ստեղծում եւ իր համախոհներով գնային ինչ որ ծես կատարեին, դա նրանց իրավունքն էր։ Որտեղ որ ուզեին, բայց հայաստանյաց առաքելական եկեղեցուց դուրս գտնվող տարածքում։ Դա նրանց իրավունքը կարելի լինել եւ այստեղ ոչ մի խնդիր չէր կարող լինել իրավական տեսանկյունից։ Բայց այս պարագայում բարոյականից բացի իրավական տեսանկյունից եւս հանցանք է տեղ ունենում։ Եվ գործի ընթացքը հիմա դատախազությունը պարզապես փոխանցել է քննչական կոմիտեին։ Այնպես չի, որ մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք, որ հեսա գործ կհարուցվի, որովհետեւ գիտենք, որ պետությունը բռնազավթված է, բայց ամենայն դեպս մենք դրան գնացել ենք, այդ քայլին գնացել ենք այն հույսով, որ մեր այս գործողությունը լրացուցիչ զսպող էֆեկտ է ունենում իրավապահ համակարգի վրա, որովհետև մենք այդ հաղորդումը մտցնում ենք համակարգ, դա պետք է ընթացք ստանա ինչ-որ ձևով։ Արձագանք պետք է ստանա։ Մերժվելու է, այո, արձագանք պետք է ստանա։ Եթե մերժվելու է, պետք է ուրեմն հիմք լինի, հիմնավորում լինի մերժելու համար։ Տվյալ դեպքում մենք համոզված ենք, որ մերժելու հիմքերը իրավական առումով կամ բացակայում են կամ չկան, չխոսեմ որպես մասնագետ, որովհետև ես դրա մասնագետը չեմ, բայց ամենայն դեպս այդ ովքեր որ կազմել են, ովքեր որ մեզ խորհրդատվություն են տվել, որ մենք կազմել ենք այդ ամեն ինչը, այդտեղ մերժելու հիմքեր գրեթե չկան կամ չկան ընդհանրապես։ Եվ մերժողը, ով շինծու հիմնավորում է տալու, հասկանալի է, չէ, որ ինքը պատասխանատվություն է կրելու դրա համար։ Ու այսպիսի իրավիճակների մեջ է պետք դնել, այո, այդ համակարգին, որ իրենք էլ իրենց ներքին ալիքներով, ներքին հեռախոսներով, ուր որ պետք է հասցնեն, ասեն, լավ էլի մի արեք, մեզ եք դնում շատ վատ վիճակի մեջ, վաղը դուք իշխանությունից զրկվելու եք, գնալու եք, բայց մենք ձեր հանցանքը պարտակելու, ձեր գործած հանցանքին ընթացք չտալու համար ենթարկվելու ենք պատասխանատվության։ Սա է մեր քայլերը, որովհետև հանրային ընկալման մեջ հաճախ լավ չի ընկալվում։ Միևնույն է, գիտեք, որ ընթացք չեն տալու, ինչի եք այս ամեն ինչ անում։ Չէ, պետք է բոլոր սահմանադրական գործիքները օգտագործել, գործադրել ապօրինությունները, պղծությունները կանխելու համար։ Այս կեղծ պատարակները երկու անգամ կատարվեցին եւ երկուսն էլ Հովանավանքում։ Փաշինյանը հայտարարել է, որ մյուսը լինելու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադեի մատուցմամբ, այսպես ասած։ Ձեր կարծիքով ինչու փոխվեց տեղը։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ այն process-ը, որ ինքը հիմա անում է, շարունակական բնույթ ունեցող գործընթաց է։ Տեղափոխեցին Թալին նաև այն պատճառով, որ Թալինը քաղաք է, քաղաքային բնակավայր է եւ մարդկանց ներկայություն ապահովելու հնարավորություններ մտածում են երևի, որ այնտեղ ավելի շատ կլինի, որովհետեւ մանավանդ այդ համայնքի ղեկավարը ՔՊԱ-ական է եւ ըստ էության գուցե ակնկալիքներ ունեն, որ այդ համայնքի ղեկավարը ռեսուրս գործադրելով հնարավոր է, որ այնտեղ մարդկանց մեծ քանակություն ապահովի։ Բացի դրանից, հիմա քանի որ Ստեփան Ասատրյանի կողմից արածի առնչությամբ հանրություն ասում է, որ նա կարգալույծ քահանա է եւ նա իրավունք չունի խորան բարձրանալու, լինելու ավանդատներում, եկեղեցու եւ այլն, հիմա գուցե դեռևս կարգալույծ չեղած, ես հուսով եմ, որ մինչեւ այո, ընթացքի մեջ է Տեր Թադեի կարգալույծ անելու գործընթացը։ Մինչեւ Կիրակի օրը նա կարգալույծ կլինի, որովհետև ակնհայտ դեմ է գնում եկեղեցու կարգին, խախտում է եկեղեցու կարգը, հուսով եմ, որ կլինի,
Բայց հաշվարկը Փաշինյանի հենց դրանում է կայանում, որ շարունակվի կոնֆլիկտային այս իրավիճակը, կոնֆլիկտային գործընթացը։ Անկախ ամեն ինչից էլի, անգամ մեր են քաղաքացիները, ովքեր որ կամ չեզոք վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ, կամ թեկուզ դրական վերաբերմունք ունեն, մի հատ իրենց հարց տան։ Հիմա այժմ հաշվի առնելով մեր տարածաշրջանի բարդ դրությունը, հաշվի առնելով մեր հարևան պետությունների, հատկապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը մեր նկատմամբ, հաշվի առնելով մեր գլխին կախված սպառնալիքները եւ այլն, հաշվի առնելով մնացած բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ընդհակառակը մեզ պետք է միասնություն, համախմբվածություն, եղբայրության զգացում, այս ամեն ինչը հաշվի առնելով հիմա պատեհ ժամանակն է այս պայքարը եկեղեցու դեմ տանելու համար։ Ես նորից եմ ասում, իհարկե երբեք ու երբեք չի կարելի եկեղեցու դեմ քայլ անել, երբեք դա անբարոյականություն է, բայց ես ուզում եմ խոսել այն մեր քաղաքացիների համար, ովքեր որ հավատում են Փաշինյանին, ովքեր որ դեռևս լսում են նրա խոսացածին ուշք են դարձնում։ Ամեն ինչ մի կողմ թողնենք, ամեն ինչ մի կողմ թողնենք։ Հիմա ամենալավ ժամանակն է եւ բոլոր դարդերը թողած արդյոք ժամանակն է, որ դրանով պետք է զբաղվենք, հա մեր օրակարգի կարևոր հարցը պետք է դա դարձնենք։ Ինքնստինքյան դառնում է օրակարգ, որովհետև անընդհատ այդ թեման այսպես բանի մեջ է, հա, ընթացքի մեջ է, տեսագրություններ, ինչ որ չես հասկանում իրական է թե չէ, անընդհատ հայտարարություններ այս մասին, անընդհատ աշխարհիկ անունով դիմել կաթողիկոսին, սա նույնպես չէ, մարդկանց մեջ ենթագիտակցորեն ձևավորում է այդ օրակարգը։ Հիմա հենց դրա համար եմ հարցը բարձրացնում, որպեսզի պարզ լինի մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների համար, որ այնինչ կատարվում է այժմ եկեղեցու դեմ, այս արշավը Փաշինյանը, որ անում է եկեղեցու դեմ, դա իրենց շահերից, իրենց ցավ ու դարդից բխող գործողություններ չեն, ընդհակառակը, քանի որ իրենց խնդիրները գլոբալ չեն լուծվում, քանի որ թոշակառուները 502,000 թոշակառուները Հայաստանում այսօր ապրում են շատ ավելի վատ, քան 2018 թվականին, քանի որ կրթության վիճակը այսօր շատ ավելի վատ է, քան 2018 թվականին դրությամբ, քանի որ հանցագործությունների թիվը այսօր շատ ավելի շատ է աճել, քան Փաշինյանի կառավարումից առաջ եւ բազմաթիվ այսպիսի օրինակներ, համեմատություններ հաշվի առնելով, պետք է մեր հայրենակիցները գիտակցեն, որ այս մարդը ընդհանրապես կառավարելու, իշխելու համար է եկել, չի եկել մեր մատից փուշ անելու համար, չի եկել մեր դարդին դարման անելու համար, ինքը եկել է մեր վրա իշխելու համար, մեզ մեր հակառակորդ ուժային կենտրոններին ենթարկելու, ստրկացնելու համար, մեզանում նրանց օրակարգերը առաջ տանելու համար եւ դա անելու համար ստեղծում է այսպիսի արհեստական օրակարգեր ու արհեստական կոնֆլիկտներ մեզ անընդհատ մոլորեցնելով եւ տրամադրելով իրար դեմ, մեզ թշնամացնում է իրար դեմ։ Մեր ընտանիքների ներսում, բարեկամությունների ներսում է թշնամություններ տեղի ունենում։ Իրար հետ այլևս մարդիկ չեն խոսում, չեն զանգում, իրար ծնունդ չեն շնորհավորում, իրար նոր տարի չեն շնորհավորում, իրար արարողությունների չեն գնում, չեն մասնակցում։ Այս մարդը մեզ անձնական թշնամիներ է դարձրել։ Ինչու մինչև այդ չկար այդպիսի երևույթ։ Սա պետք է մի հատ այդպես մի հատ խորքից նայենք ու վերաիմաստավորենք։ Նպատակներից մեկն է նաև վերընտրվելը 2026 թվականին այս իշխանության։ Այո։ Տեսեք, Հայաքվե հիմնականում լուծումներից մեկը առաջարկում է արտախորհրդարանական, հա, այս ուժերի միավորումը, բայց միավորումը պետք է հանդես գա միասնական ինչ-որ տեխնացուով, չէ՞, պետք է մեկը լինի, որին առաջարկվի որպես տեխնացու։ Մենք տեսնում ենք բազմաթիվ փորձեր ներկայացնելու այդ տեխնացուների, բայց շատ արագ գտնվում են նախկին կապեր, նախկինների հետ, քոչարյանական, սերժական, այսպես պիտակներ են
ամեն կպցվում այդ տեխնացուն եւ միանգամից հասարակությանը ներկայացում է ոչ ճիշտ տեխնացու։ Այլ դուք ինչպես եք տեսնում, ինչպես պետք է այս հարցը լուծել, որպեսզի հասարակությունը կարողանա ընկալել որպես մարդ, ով կարող է ընտրվել որպես վարչապետ։ Ամենասուրբ մարդն էլ հիմա որ գա եւ հայտ ներկայացնի առաջնորդության, CVKM-ը, Media News-ը, այդպիսի կուսակցական տարբեր կամ անձերի պատկանող լրատվամիջոցներ մարդկանց մոլորեցնելու են ինչ-որ անուղագի դրվագներ, անուղագի ինչ-որ կապեր, ինչ-որ փաստեր, կեղծ կամ կիսաճշմարիտ կապելով տվյալ ամենասուրբ մարդու հետ եւ նրան ներկայացնելու որպես նախկինների ծոցից դուրս եկած, որպես օրինակ KGB-ի գործակալ, Մոսկվայի չգիտեմ ինչ եւ այլն ագենտ անելու են բնականաբար։ Չմտածեք, որ որևիցե լուրջ ընդդիմադիր հայտ ներկայացնող գործչի վրա հարձակում չի լինելու։ Այսօր ով որ գլուխ բարձրացնում է, անում են։ Հայակֆեին են պիտակավորում, Սերժի հետ է կապված, Քոչարյանի հետ է կապված եւ այլն, դա մեզ համար այլևս նորմալ իրերի ընթացք է։ Բայց միավորման գործընթացի մեջ առաջնահերթ հարցը չպետք է դնել, թե ով է լինելու ղեկավարը։ Միավորված այդ պլատֆորմի ղեկավարը ով է լինելու։ Դա շատ այս պահին ոչ ճիշտ հարց է եւ միավորումը բացառող հարց է։ Անձով չպետք է լինի միավորումը։ Միավորումը պետք է լինի առաջին հերթին պահանջարկը հաշվի առնելով։ Այսօր մեր հասարակությունը պահանջում է դա։ Մենք որ հայտարարել ենք, որ պետք է արտախորհրդարանական դաշտում միավորում լինի, դա ոչ թե մենք այդպես ենք կարծում, ոչ միայն այդպես ենք մենք կարծում դրա համար ենք հայտարարել, այլ մենք դա հայտարարել ենք չափելով մարդկանց տրամադրությունները։ Չափելն էլ պրոֆեսիոնալ գործիքներով ենք չափել, չենք դուրս եկել ուղղակի այդպես հարցումներ արել միկրոֆոնով պատահական անցորդներից եւ այդպես իմացել։ Մենք պրոֆեսիոնալ գործիքներով չափել ենք եւ զրուցել ենք նաեւ հասարակությունը ավելի լավ ճանաչող մարդկանց հետ եւ մենք հասկացել ենք, որ արտախորհրդարանական դաշտում ազգային եւ արդյունավետ ուժերի միավորումը հանրային պահանջ է։ Հանրային պահանջ է պետության կործանումը կանխելու համար։ Հանրային պահանջ է չկողմնորոշված մեր հայրենակիցների քաղաքական մասնակցությունը ապահովելու համար։ Հանրային պահանջ է առաջիկա ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելու համար։ Եթե այդ միավորումը տեղի ունենում է եւ ստեղծվում է կարող ուժ, որ իրենից ուժ է ներկայացնում, այդ ժամանակ բարձր մասնակցության շանսերը ավելի շատանում են։ Մասնակցությունը ինչքան բարձր է լինում, այնքան Փաշինյանը տուժում է։ Ինչքան ցածր է լինում, այնքան Փաշինյանը շահում է։ Այս գիտակցումը պետք է լինի միավորման առանցքը եւ բնականաբար արժեքային ու քաղաքական դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, անվտանգությունը ապահովելու հարցի շուրջ, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հարցի շուրջ, կրթության, գիտության, մշակույթի վիճակը բարելավելու հարցի շուրջ, Արցախի հարցի շուրջ եւ այլն, եթե իրար նման մոտ դիրքորոշումով խոսող ուժեր կան, ապա իմաստը ո՞րն է, որ այդ ուժերը առանձին գնան։ Եթե նրանք իրենց գործունեության մեջ միավորվելով սիներգիա են տալիս եւ ուժ են դառնում, ապա իմաստը ո՞րն է, որ նրանք առանձին գնան եւ փոշիացնեն։ Հենց սա է օրակարգը, որ պետք է միավորվել իրար հետ։ Շատ այսօր խնդիրներ կան, որոնք լուծելու համար միավորված ուժը ավելի արդյունավետ է, իսկ ցուցակ կազմելը, առաջնորդը հռչակելը, սա ավելի երկրորդական, երրորդական հարց է։ Եվ ինչքան որ համագործակցեն, ինչքան որ հողի վրա իրար հետ կապ ունենան, իրար շատ տեսնեն, ամեն մեկ իր պղպջակից դուրս գա եւ իրար հետ ինչ-որ մի գործ անեն համատեղ, այնքան առաջնորդի ով լինելու հարցը շատ ավելի հեշտ լուծում կստանա եւ շատ ավելի
համաձայնություն կապահովի իր շուրջը։ Իսկ կամք կա միավորվելու այդ ուժերի կողմից այս փուլում տեսնում եք այդպիսի հնարավորություն։ Այո, մենք տեսնում ենք համենայն դեպս բանավոր խոսքերի մեջ, դիրքորոշումների մեջ, որ տարբեր ուժեր դրական վերաբերմունք են ցուցաբերում այդ գաղափարին եւ ես նաեւ շատ շնորհակալ կլինեմ, որ դուք այդ մյուս ուժերի հետ էլ խոսեք, նրանց դրդապատճառները, շահագրգռություններն էլ կարողանանք հասկանալ։ Այո, Աստծուն փառք, այս պահի դրությամբ մենք որոշ հուսադրող շատ զգուշավոր հուսադրող վիճակներ ունենք եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ միավորումը տեղի ունենա։ Դա շատ կարեւոր է, շատ էական է, որովհետեւ եթե տեղի չունեցավ, մեր հայրենակիցները ինչքան քիչ մասնակցեն, ինչքան շատ վիճակ լինի այնպիսի, որ ասեն նախկիններ եւ ներկաներ, հետեւապես չեն գալի ընտրության, ոչ մի նոր բան մեզ չեք առաջարկում, ոչ մի նոր արդյունավետ ուժ մեզ չեք առաջարկում, ինչքան շատ այդպիսի վիճակներ լինի, այնքան այդ բինար վիճակից Փաշինյանն է շահում։ Այս վերջի տարիները միշտ դա են ցույց տվել։ Հայաքվեն անգամ երբ որ սկսեց ստորագրահավաք իրականացնելը Արցախի հետ կապված քրեական օրենսգրքում փոփոխություն անելու հետ կապված, եթե կհիշեք ՔՊ-ի падգամավորները ասում էին այ Քոչարյանի մարդիկ են իրենք, անընդհատ իրենք են ուզում, որ հանրային քաղաքական դաշտում որևէ ուժ, որևէ միավորում, որ հանդես է գալիս, իրենք են անընդհատ կապում նախկինների հետ, որ մարդկանց մոտ այդ տպավորությունը լինի, որ մարդիկ այլընտրանք չտեսնեն, ասեն կամ նախկինին կամ ներկային, կամ նախկինին կամ ներկային։ Անկախ նրանից ես չեմ ուզում հիմա ինչ-որ համեմատություններ անցկացնել, հարցը բացարձակ դրանին չէ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։